թեև ընդունված է հիշատակը հարգել լռության րոպեով, ես առաջարկում եմ մեր հերոսների հիշատակը պատվել 1 րոպե հոտնկայս և բուռն ծափահարություններով։ Իմ տղան Շարքային Անդրանիկ Զոհրաբյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Մարտակերտում մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս։ Նման կորուստ ոչ մի ընտանիքի չեմ ցանկանում։ Եվ այսօր հանուն իմ տղայի հիշատակի ու նաև բանակի տոնի առթիվ ուզում եմ ասել բոլորին, որ Անդրանիկիս ու իր ընկերների մահը ոչ թե ողբերգական, այլ հերոսական է։ Կա գիտակցությունը այն բանի, այն իրողության, որ հերոսի ծնող ես, որ հերոս զավակ ես դաստիարակել։ Կա հասարակության կողմից հարգանքն ու երախտագիտությունը իմ տղայի հիշատակի առաջ ու նաև այն միտքը, որ Անդրանիկը իզուր չի կռվել, նրա պայքարը արդյունք է տվել և նրա գործը այսօր շարունակվում է։ Եվ հիմա վստահ եմ, որ վրեժը սրտներում մեր հայրենիքի սահմանները իմ ու ընտանիքիս անդորը պաշտպանում են Անդրանիկիս ընկերները, սահմանին կանգնած մեր խիզախ զինվորները։ Մենք վստահ ու ամուր կանգնած ենք մեր թիշկերում, որովհետև մեկս մյուսիս վրա ենք վստահ։ Ապրիլին ամենավճռական պահին, երբ հակառակորդը պիտի հարձակվեր, ես նայեցի կողմիներիս ու հասկացա, որ իրանք պատրաստ են ոչ միայն երկրի համար կռիվ տալու, այլ նաև ինձ համար կռիվ տալու։ Ու նույն բանն էլ ես էի պատրաստ իրանց համար։ Ապրիլը շատ բան փոխեց մեր կյանքում։ Մեզ դարձավ ավելի դուխով, մեզ դարձավ հպարտ, որ կնացանք մեր երկրի համար շատ կարևոր բաներ։ Մենք այդ դուխը, հավատը, թասիբը ուզենք փոխանցել, մաղթել հայ ժողովրդին, բայց ես մեր երազը շատ մեծ հերոսություն չեմ համարել։ Իմ կարծիքով ավելի շատ բան թե ապրիլին, թե առաջին հերթին 90-ականներին եղել են մեր ներկայի հրամանատարները։ Մեր նոր սերունդը ծնվել է անկախ հանրապետությունում։ Մեր նոր սերունդը մեր հաջողությունն է և մեր հաղթանակն է։ Մենք հաջողություն ունեցանք և ստեղծեցինք անկախ հանրապետություն և ունեցանք հաղթանակած բանակ։ Մեր հաղթանակներից մեկն էլ մեր նոր սերունդի ստեղծումն է։ Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, թեև մեր սերունդը կաղնած էր իր տեղում, բայց կամավորականները, որ եկել են մեզ օգնության, մեր զինծառայողները խրամատում կաղնած, ասում էին, հոպար, գնա հանգստացիր, գնա քնիր, երբ որ պետք կլինի, մենք ձեզ կարթնացնենք։ Սա է մեր սերունդը։ Մեր սերունդը ամենահզորն է, մեր սերունդը ամենաառաջինը։ Ուզում եմ ասել, որ մեր զինծառայողները, մեր զինվորները անգին են։ Ես կասկած չունեմ, որ մեր զինծառայողները մեզանից էլ ավելի լավ են մարտնչելու։ Կասկած չունեմ, որ իրանք ավելի հաղթանակներ են շատ ունենալու, քան մենք։ Ես գիտեմ, որ Աստծո օգնությամբ համատեղ մենք կարողանանք հասնել էլ ավելի մեծ հաջողությունների։